Սիրելի համաքաղաքացիներ, հայրենակիցներ։ Օրերս Արմլուրը հայտնել էր, որ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործով հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել։ Համաձայն պաշտոնական հրապարակման Դիանա Գասպարյանին առաջադրված հոդվածներով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված։ Երեկ Դիանա Գասպարյանն անդրադարձել էր այս մեղադրանքին գրելով. Նախաքննության գաղտնիությունից ելնելով այսքան ժամանակ լուր հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին եւ դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին։ Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ ամանորին այն ընտանեկան ջեր մթնոլորտում նշելուն։ Տոներից հետո խոստանում եմ խոսել հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին, իսկ մինչ այդ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս, գրել էր Վաղաշապետի նախկին քաղաքապետը։ Հիշեցնենք, որ դատախազությունից հայտնել են դատարան էր ուղարկվել Վաղաշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը 37-ամյա Դիանա Գասպարյանը պաշտոնը լքելու մասին հայտնեց այս տարվա մայիսին պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին։ Այնինչ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկանում ենք, որ Գասպարյանը նպատակ է ունեցել Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում գտնվող քաղաքին պատկանող հողամասը դարձնել ընտանիքին պատկանող։ Այդ նպատակով կազմակերպվել է ձևական աճուրդ, որտեղ համայնքապետի ամուսնու հոր հանձնարարությամբ եւ ֆինանսավորմամբ նրա հետ փոխկապակցված անձը մասնակցել է աճուրդին եւ 2022 թվականին ճանաչվել հաղթող որպես միակ մասնակից։ Արդյունքում շուրջ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը օտարվել է ավելի քան 3.5 անգամ ցածր գնով մոտ 52 միլիոն դրամով։ Փաստացի այդ գույքը հայտնվել է համայնքի ղեկավարի եւ նրա ընտանիքի անդամների վերահսկողության տակ։ Դրանից հետո նույն սխեմայով նախկին քաղաքապետի սկեսրայրը դիմել է համայնքապետարան խնդրելով իրեն արդեն պատկանող հողամասին կից համայնքային նշանակության հողամասը եւս վաճառել ընդլայնման նպատակով։ Քաղաքապետ Հարսը խախտելով օրենքի եւ կառավարման որոշումների պահանջները այդ հողամասը վաճառել է ոչ թե աճուրդով եւ ավականու որոշմամբ, այլ ուղղակի եղանակով։ Ավելին, մոտ 54 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող գույքը օտարել է շուրջ 5.5 միլիոն դրամով, այսինքն գրեթե 10 անգամ ավելի էժան։ Գույքը մի քանի անգամ ձևական արքուվաճառքի պայմանագրերով վաճառվել է համայնքապետի ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց։ Իսկ 2 տարի առաջ էլ այդ գույքը 63.5 միլիոն դրամով վաճառվել է համայնքապետի ամուսնու մորը Ռուզաննա Ասատրյանին, որն էլ այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում։ Հետագայում արդեն համայնքապետ Գասպարյանի որոշմամբ այդ հողամասի մի մասի գործառնական նշանակությունը փոխվել է հասարակականից դարձնելով բնակելի կառուցապատման տարածք։ Այսուհետև գույքը բաժանվել է տարբեր հասցեների եւ տրամադրվել են բնակելի տների կառուցման թույլտվություններ։ Այս գործողությունների համար Վաղաշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել իշխանական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հոդվածներով։ Գասպարյանին օժանդակելու եւ փողերի լվացման համար մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ամուսնուն ու նրա ծնողներին։ Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել նաեւ առանձնապես խոշոր չափերի գույք հայտարարագրում չներկայացնելու համար։